Անվազինեն արդեն հասարակություններ են շրջանառվում, որ մինչև նոյեմբերի 18-ը հանձնաժողովը կփորձի քննարկում կազմակերպել եւ հենց հարցը փոքր դահլիճում քննարկել առանց լրատվամիջոցների եւ շահագրգիռ անձանց մասնակցության։ Մենք սենական պատասխան ենք։ Ճիշտ ասած, լրատվամիջոցներից տեսա ես այդ նյութը իրենցից ամեն ինչ կանխատեսում եմ։ Իրենց հետ կապված ամեն ինչ ոչ մի բանի վրա չեմ զարմանում։ Իհարկե դա կփորձեն անել, բայց ես համոզված եմ, որ եթե անգամ մեր ձայնը չլսվի, ես միշտ ասել եմ, չէ՞, ձեզ ու պատրաստ եմ ձեր այդ յուրաքանչյուր հանդիպմանը դա կրկնել։ Այս իշխանությունների միակ բանը, որից վախում են, դա դուք եք։ Ոչ Աստծուց են վախում, ոչ ընդդիմությունից են վախում, ոչ մի բանից չեն վախենում։ Միայն դուք եք։ Մեզ էլ չլսեին, դուք հաստատ կարողանալու եք ու դուք կարողացաք ստիպել, որպեսզի իրենք հերքեն դա եւ համենայն դեպս ոնց որ Մակարյան Վահեին ոնց որ թե տվել էին մեկնաբանություն, որ ոչ մենք անպայման դահլիճ։ Ես հիմա ուզում եմ ասել ձեզ, որ եթե հանձնաժողովը այդպիսի խնդիր ունենա, մենք անպայման մեզ դահլիճ կտրամադրենք իրենց։ Հնարավորինս մեծ, որովհետև ես գիտեմ, որ հանձնաժողովի նիստերին իրավունք ունեն լինել նաև քաղաքացիներ։ Հիմա կարող մարդիկ ուզում են գան անձամբ նիստին ներկա լինեն եւ տեսնեն վերջին աշով լավ ինչ է կատարվում։ Վերջին աշով Ղազինյան Դավիթը թալանեց այդ հետ, թե չէ։ Տեսնենք հենց այս կառավարիչն է ճիշտ ասում, ով է ճիշտ ասում։ Համոզված եմ, որ ձեր ճնշման արդյունքում էլ այդ քայլին չեն դիմի։ Ղազինյան այդ քննարկմանը, հա, լիցենզիայի հարցով որպես կողմ պարտադիր է որ մասնակցել, թե պիտի հրավիրված լինել կամ հասկանում եմ, պարտադիր եւ ցանկալի կամ հնարավոր մասնակցություններ, թե պարտադիր է որպես կողմ։ Չէ, ցանկալիության առումով իհարկե ցանկալի չեմ իրենց համար։ Տեսեք, սեփականատերերը որպես կողմ ներգրաված են։ Տաշիր կապիտալը եւ Կիպրոսյան կազմակերպությունը որպես կողմ ներգրաված են մեր գլխավոր տնօրենին գործող, որը առողջական խնդիրների հետ կապված Հայաստանում չէ, որպես կողմ ինչքանով տեղյակ եմ զրկեցին կողմ լինելուց։ Բնականաբար սեփականատերեր ունենալու ներկայացուցիչներ, ես ձեզ անկեղծ ասեմ, շատ հետաքրքիր նիստ է սպասվում, շատ։ Ես պահանջելու եմ, որպեսզի ժամանակային սահմանափակում չդնեմ, որտեղ այդտեղ չկա այդպես ժամանակային սահմանափակում, ռեգլամենտ կա, հարց ու պատասխան, անակնկալներ են սպասվում շատ, որոնք ես այսօր բնականաբար չեմ բացի, հենց այդ ժամանակ բոլորդ կլսեք եւ մի խոսքով, բավականին հետաքրքիր է սպասվում, ես համոզված եմ, որ իրանք լիցենզիայից զրկելու ճանապարհով են գնալու, կնայեք հանձնաժողովի անդամների աչքերին, ոչ մեկ աչքերը չի բարձրացնելու, բայց գնալու են այդ որոշման, մեր խնդիրը բնականաբար պայքարելն է, բայց առաջին հերթին մեր հասարակությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում։ Ես մի հարցեր ունեմ, հա, դուք պայքարից եք խոսում, ինչ է դա նշանակում մի փոքր եթե հնարավոր է բացեք հատկացնել, այլ եթե լիցենզիայի զրկում եք հեռանկարը, հա, դիտարկում, դուք չեք ընդունելու այդ առաջարկը ձեզ արվող, որտեղ դուք ասիք, որ սեփականատիրոջը առաջարկ արվի, չէ՞։ Նայած առաջարկ։ Հա, այսինքն հնարավոր է նաև ընդունել առաջարկը։ Գիտեք, ես տեսեք, չեմ կարող պատասխանել սեփականատիրոջ փոխանեն կընդունի թե ոչ։ Ես ինչ եմ ասում նայած առաջարկ, որովհետև եթե ես հենց հիմա ասեմ, գիտեք, օրինակ չենք ընդունելու, դա ճիշտ չի, ասեմ ընդունելու ենք եւս ճիշտ չի։ Քանի առաջարկը արված չի, քանի դե յուրե լիցենզիան վերցրած չի, շուտ է դրա մասին խոսելը, կվերցնեն լիցենզիան, կանեն առաջարկը, ըստ այնմ կխոսենք։ Այսինքն նորից կրկնում եմ, Սամվել Կարապետյանը վերջին հաշվով կորցնում է հեծը, բայց իր գումարները ստանալու է հետ։ Այսինքն ժողովրդի հաշվին ընդամենը քաղաքական հարց են լուծում իրենց համար։ Եվ գումարած դրան հեծի կառավարումը հավատացած եղեք, շատ մտահոգիչ է ինձ համար։ Լինելով ներսի մարդ, ես ինչեր եմ լսում ու տեսնում, Աստված էլ բեթարից ազատի։